Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ին, տրանսպորտի վարչությանը, Երկհաղլույս, Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրատրանսպորտ ընկերություններին, Երևանի աղբանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկին, վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարական համար 93, զեկուցել հասարակական տրանսպորտի երթևեկությունը, ճանապարհային նշանների, արտաքին լուսավորության, լուսատուների տեսանելիությունը և բակային տարածքներում աղբատար մեքենաների մուտքը խոչընդոտող ծառերի հետման աշխատանքների մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ եղել ենք մշտական կապի մեջ, այդ թվում բոլոր վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի, տրանսպորտի վարչության, ԵԱՍՄ հիմնարկի, Երևան ավտոբուս ՓԲ-ի, Երկհաղլույս ՓԲ-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներից մշտապես ստացել ենք երթևեկության նշաններին, գիշերային լուսավորությանը, աղբատար մեքենաներին խանգարող ծառերի ճյուղերի տեղադիրքի մասին ինֆորմացիա և հիմնականում երրորդյա ժամկետում իրականացրել ենք դրանց հեռացման աշխատանքները։ Այս պայմանությամբ մեզ հայտնի բոլոր հասցեներում աշխատանքները իրականացվել են։ Հարգելի պարոն քաղաքապետ, եթե թույլ կտաք նաև զեկուցեմ հանրակրթական դպրոցների մասով, ձեր հանձնարարականի համաձայն ուրեմն երկար տարիներ աշխատանքներ չեն իրականացվել դպրոցների կողմից իրենց կանաչ բակային տարածքների կանաչ տնկարկներում, ինչի արդյունքում ձեր կողմից եղավ հանձնարարական Երևան քաղաքի ուրեմն հանրակրթական դպրոցներին ցուցաբերելու օժանդակություն, ստացել ենք 125 կրթության վարչության միջոցով ստացել ենք 125 դպրոցներից հայտեր, աշխատանքները պարոն քաղաքապետ բաժանվել են երկու մասի, ամռան հաշվի առնելով, որ ամռան ընթացքում էդի աշխատանքներ հնարավոր չէր իրականացնել, ագրոմիջոցառումներ նաև աշխատանքները բաժանվել են երկու մասի և սկզբում իրականացվել են դպրոցի տարածքներում 4 ծառերի հեռացման աշխատանքները, այսպիսով թվով 68 դպրոցներում հատվել են 354 ծառ, իսկ էդի և դրանց խմանքի աշխատանքները տեղափոխվել էին Աշուն, պետք է տեղեկացնեմ, որ այսօրվանից սկսվել են դպրոցներում սանիտարական էդի և ձևավորման աշխատանքները, այս աշխատանքները մենք նախատեսում ենք իրականացնել մինչև նոյեմբերի 1-ը և տեղեկացնում, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկի արդեն Երևան քաղաքի հանրային և բակային տարածքների էդը, այսպիսով ուսումնասիրությունների արդյունքում բացի հատված ծառերին 125 դպրոցներում անհրաժեշտ է իրականացնել ծառերի էդման և ձևավորման աշխատանքներ, Էրեբունի վարչական շրջանի 13 դպրոցներում 286 ծառ, Նուբարաշենի 1 դպրոցում 55 ծառ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 9 դպրոցներում 103 ծառ, Դավիթաշեն վարչականի 4 դպրոցներում 206 ծառ, Ավան վարչական շրջանի 6 դպրոցներում 150 ծառ, Շենգավիթ վարչական շրջանի 19 դպրոցներում 327 ծառ, Աջափնյակ վարչական շրջանի 18 դպրոցներում 329 ծառ, Կենտրոն և այստեղ Նորք Մարաշը մեր հետ միասին է, և Նորք Մարաշ վարչական շրջանների 20 դպրոցներում 258 ծառ, Նոր վարչական շրջանի 10 դպրոցներում 208 ծառ, Արաբկիր վարչական շրջանի 14 դպրոցներում 210 ծառ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 11 դպրոցներում 170 ծառ։ Ընդհանուր առմամբ էդման կենթարկվի մինչև նոյեմբերի 1-ը կարծում ենք 2342 ծառ։ Սրանով մենք կավարտենք դպրոցներին ձեր հանձնարարականով մեր օժանդակության ծրագիրը։ Շնորհակալ եմ, պարոն Բեգոյան, իրականում այո, տնօրենների հետ հանդիպումից հետո բազմաթիվ բարձրաձայնված հարցերի շարքում նաև ընդհանուր ծառերի ֆոնդներ դպրոցների բակերում, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր չմարող և չհանգող խնդիրների շարքում է գոյուղիների անվերջանալի վթարները, ոնց համար կրկին ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ուղիղ պատասխանատվություն չի կրում, բայց ընդհանուր
ակնկալիքներ կան նաև Երևանի քաղաքապետարանից։ Մենք պարոն Արեյան հաջորդ տարվա համար մոտ 300 միլիոն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որով որ մենք պետք է կարողանանք հրատապություն պահանջող որոշակի խնդիրներ լուծել, բայց կարծում եմ նաև պետք է իրավական ձևակերպումը հասկանանք, որովհետև մենք պարբերաբար այս ուղղությամբ գումարներ ենք ծախսում, չնայած որ պարբերաբար նաև որոշակի սուբսիդավորումներ նվազում են Երևանի քաղաքապետարանի։ Վերջերս մենք կարողացանք նաև իհարկե ուղիղ վարչապետի հանձնարարականով մենք ստացել ենք ֆինանսական աջակցություն տրոլեյբուսների համար, բայց կարծում եմ շատ ազնիվ խոսակցություն պետք է տեղի ունենա այս ոլորտում տիրող իրավիճակի մասին, որովհետև 400 վթար գոյուղիներում շաբաթական եւ այդ այսպես ասած այդ գոյուղիների վթարները տեր չունեն որպես այդպեսին, մենք պարտավոր ենք եւ ստիպված ենք մոտ 300 միլիոն դրամ գումար դնել այդ սպասարկելու համար հաջորդ տարի։ Երևի թե պետք է խնդրենք մեր գործընկերներին կառավարությունում, Veolia-ջրի հետ, ձեզ հետ, ջրային կոմիտեի հետ հասկանալ լավ վերջի վերջո այս խնդրի տերը ով է։ Եթե ուզում են մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք, որովհետև արդեն տենց ուղակի մարդիկ մեզանից պահանջում, ես օրական տենց մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր գոյուղիների վթարների վերաբերյալ։ Չնայած որ էլի եմ ասում, գոյուղիները բոլորը ցանցը պետական գույք է, չգիտեմ մի մասը հանձնված է Veolia-ջրին, մի մասը հանձնված չի, չգիտեմ էլ նույնիսկ ինչ վիճակում է։ Մենք ինչ որ լուծումներ պետք է գտնենք այդտեղ եւ իրականում հիմա լավ գումարը դրեցինք, բայց դրա վաղվա իրավական ձևակերպումը ինչ պետք է լինի։ Ինչ հիմքով ենք մենք դա անում, որ մեր լիազորության շրջանակում եկեք ֆիքսենք ինչ որ միտեղ լավ Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու, մենք էլ գնանք մեր գլխի ճարը վերջնական տեսնենք, բայց sense օթում չթողնենք։ Շատ լավ պարոն քաղաքապետ, գույքագրումը կավարտենք Տիկին Խաչատրյանի հետ, հրատապ օրենտացիայի Արդեն 3 տարիա գույքագրում ենք, պարոն Արեյան, 3 տարիա գույքագրում ենք, գրություն ենք, գույքագրում ենք, գրություն ենք գրում, իմպերատիվ որոշել եմ, որ 300 միլիոն ուղղակի պետքա մյուս տարի դնենք եւ վերջ անկախ յուրաքանչյուր գույքագրումից իրավական որևէ ձևակերպումից։ Կարևոր չի, մեր գույքն է, մեր գույքը չի, մենք պետք է սպասարկենք, թե չպետք է սպասարկենք, մարդիկ մեզանից ակնկալիք ունեն։ Վարչական շրջանի ղեկավարները բոլորը այստեղ նստած են, մարդականի հայտ եք ստանում գոյուղու վթարների հետ կապված։ Մի հատ եկեք այս հարցին անել, հիմա լավ ասենք չխոսացինք, հիմա ինչքան լավ չխոսա։ 300 միլիոն մյուս տարի դրել ենք ժողովուրդ ջան, մենք ինչ որ գումար կունենանք էլի, տենց հրատապ կարգով խնդիրներ լուծելու համար, բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք։ Հերիք եղավ, լավ։ Շատ լավ պարոն քաղաքապետ, իրավական սահմանազատման հարցը մենք Veolia-ջրի եւ ջրային կոմիտեի հետ կավարտենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։